Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզ սիրելի արազատներ, բարելույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Եկեք միաստապար շարունակենք սերդել Սուպրիկոր Նարեգացի Մադյան ողբերգության աղոթագիրքը։ Հասած ենք սերդելու 54-րդ գլուխը։ Այսօր պիտի սկսենք նոր գլխու սերդողության եւ պիտի սերդենք 54-րդ գլխու առաջին մասը։ Նախ ցեզի ընթերցեմ գրապար բնակիրը եւ ապա թարգմանեմ ու բացատրեմ։ Փան ձա թա Վերստին հավելված գրգին հեծության նորին հսկողի արնույն աղերս մախտանած բանի։ Իխորոց սրդից խոսքը տաստուծո։ Այդ մաս։ Եվ արդ համենայնի արամենայն ագնգալություն քո է ողորմություն Սկսնալույսդ աչած տեսանելիած եւ սրդի իմաստից Հիսուս քո է բարերարություն ցանկ եւ անմահություն թարց արիս կտությամբ եւ հանդերձես թարդալ արքեզ ինձ գրգին փերգրությամբ զիարանց կոց գամած ոչ ունիմ լինել նորոք փոփոխյալ եւ եթե ոչ գամք քո կտասին ոչ զորեմ փրգիլ մահու բարդագանս եւ եթե ոչ գարավարդ հարթարեսես Բադրաստել ինձ հետս ճանապարհի, որ արքես բերե, վիհե ինձ խորոց հաճմե եւ հահեգե։ Ինչպես բոլոր նոր գլուխները երբ կսկսին, փոքրիկ ենթախորակիր մունի, գսե ուրեմն Սուրբ Նարեգացին, վերստին հավելված այսին նոր հավելում, գրգնագի հեծության միևնույն հսկողին բաղադական խոսքի նույն խնդրվածքով։ Գամ կարելի է թարգմանել այսպես նույն այն հսկողին, որ ինքն է, աղերսալից մաղթանքներուն ու ողբախարն հեծեծանքներուն նոր հավելվածը, սրդի խորերեն խոսք աստուծո հետ, խոսք առաստված։ Այս աղոթքը սիրելիներ Սուրբ Նարեգացին գուղե Տեր Հիսուս Քրիստոսին եւ թիմելով իրեն գսե, գթարգմանեմ քանիմը դողեր։ Եվ հիմա ամեն բանի մեջ քու ողորմությունը թե ամենուն հույսը ով Հիսուս, որ սկսնալույսն ես դեսնող աչքերուն եւ սրդի գիտության, թունես որ գ բարերարես, ցանկ եւ անմահություն գբարգեվես։ Սիրելներ, ով է մարդկության միակ փրկիչը, ով է մարդկության միակ փրկության հույսը, ով է որ երկինքեն աշխարհի չավ եւ մարդոց փրկության ճանապարհը բացավ։ Միա մեկ հոգի, չգա ուրիշը։ Աստուծո միածին որդին, Հիսուս Քրիստոսը։ Չգա ուրիշ մեկը։ Ինքն է, միակն է անիգա։ Եվ հետևաբար Սուրբ Նարեգացին, թիմելով Տեր Հիսուս Քրիստոսին գսե. Եվ հիմա ամեն բանի մեջ եւ ամեն բանի համար քու ողորմությունը թե ամենուն հույսը ով Հիսուս։ Այո, ամեն բանի մեջ եւ ամեն բանի համար Գիրոջ ողորմությունն է մեր հույսը։ Թուն որ ողորմությունը ագնկալողներուն, այսին հուսացողներուն գողորմիս, թուն որ սկսնալույսն ես, առաջին լուսավորողն ես աչքերու դեսողության եւ սրդի գիտության։ Տեսեք այստեղ Սուրբ Նարեգացին գոչե Հիսուսը սկսնալույս։ Հիսուս լույսի սկիզբն է։ Իր աստվածությամբ Տերը ստեղծեց երկնային լուսադուները, արևը, լուսինը, աստղերը, բայց նաև իր մարդկությամբ, երբ որ Հիսուս մարտնացավ, իր աստվածությամբ միացուց մարդկությունը, գադարյալ աստված գադարյալ մարդ եղավ, երկրի վրա լույս տվավ գույր աչքերուն։ Օրինակ Հովանու Ավետարանի 9-րդ գլխու մեջ Տերը իձնե գույրին աչքերը բժշկեց։ Աչքերը ոչ թե բժշկեց, այլ բացավ, լույս տվավ։ Հիսուս ինք Աստված է Աստուծմե, լույս է լույսեն, ինչպես հավատամքի մեջ կսենք։ Հիսուսի լույսով է որ մենք մեր հոգիները, մեր սիրտերը կլուսավորվին։ Սրտի գիտություն կստանանք, մեր միտքերը կբացվին լույսին։ Առանց Քրիստոսի լույսին մենք սիրելիներ գործված ենք, չենք կրնար տեսնել լույսը, ճշմարիտ լույսը։ Ինչպես որ Դավիթ մարգարեն ինքը Սկանչելի գերբով 36-րդ Սամոսի 9-րդ համարի մեջ Աստուծո գսե
որովհետև տունես կյանքի աղբյուրը, լույսով թե որ մենք լույսը գտեսնենք։ Ահա սիրելիներ, հիմա մենք ալ Քրիստոսի լույսով է որ գլուսավորվինք հոգեբես, մտաբես, ֆիզիկաբես աչքերով տեսնելու համար, որովհետև առանց Քրիստոսի մեզի տված լույսին մենք չենք կրնար լույսը տեսնել լուսավորվել։ Ադորամար նարեգացին զինք գոչե սկզբնալույս, այսինքն առաջին լույս։ Եվ նաև այստեղ նարեգացին գսե քուգթեն, այսինքն քեզի կպատկանին բարերարությունը, կյանքը եւ անմահությունը։ Դեր Հիսուս Քրիստոս ինքն է միակ բարերարը, անորամար իրեն կպատկանի բարերարությունը եւ ինքն բարերարել, բարերարել կնշանակե բարին արարել, բարին կործել։ Ինչ որ դերը մեզի համար գնե, անիկա բարերարություն է սիրելիներ։ Մեզ ամեն օր կյանք կբարգեւե, լույս կբարգեւե, շունչ կբարգեւե, հոգ ամեն ինչը որ գուտա մեզի Աստված, անիկա սիրելիներ, այսպես թեթևագի չառնենք, հարևանցի չառնենք, ամեն ինչը բարերարություն է Աստուծո գոմե, Տիրոջ գոմե մեզի դրված։ Եվ ինքն է կյանքը, ինքն է որ մեզի կյանք կուտա։ Հիսուսը սավ Հովանու Ավիդարանի 10-րդ գլխու 10-րդ համարի մեջ ես եկա որ դու կյանք ունենաք եւ առավել կյանքը։ Հիսուս ինքը անմահությունը, ինքն է որ անմահություն գուտա մեզի։ Առանց Հիսուսի անմահ կյանք չկա։ Ինչպես որ Հիսուս Մարտային Ղազարոսի քրոջը ըսավ իր եղբոր մահվան ժամանակ եւ որ հանդիպեցավ Քրիստոսի սա որ դեր եթե ոսը լայր եղբարս վիդի չմերներ եւ Հիսուսը սա Հովանու Ավիդարանի 11-րդ գլխու 25-րդ համարի մեջ ես եմ կյանքը եւ հարությունը ով որ ինձի գհավադա թեպեդև մերնի բիդի աբրի իսկ ով որ ողջ է եւ ինձի գհավադա հավիդյան բիդի չմերնի Հիսուս ինքը սիրելիներ ինչպես ասավ Հովանու Ավիդարանի 14-րդ գլխու 6-րդ համարի մեջ ես եմ ճանապարհը ճշմարտություն եւ կյանքը միայն ինձմով գրնակ հորս հասնել ինքն է անմահությունը ինքն է կյանքը ինքն է բարերարությունը անորամար է որ սուրբ նարեգացին այսպես կսե չկա ուրիշ մեկը աշխարհի մեջ սիրելիներ այո գրնալալ որ գան անշուշտ գրոնաբետներ գան գրոնքի հիմնադիրներ բայց անոնք բոլորը մերած են անոնք ովևէ մեկ անոնց մե ճանապարհը չէ ճշմարտությունը չէ կյանքը չէ անմահությունը չէ հարությունը չէ այլ անոնք սիրելներ դերևս խոսեցան կյանքի մասին ասին մեզի ճանապարհը կդեք ճշմարտությունը կդեք Հիսուս ինքն է որ միակը եկավ եւ ասավ որ ես եմ ճանապարհը ճշմարտությունը եւ կյանքը Հիսուս ինքն է միակ բրգիչը չկա աշխարհի մեջ ուրիշ բրգիչ Պետրոս Արաքյալ գանքնեցավ Եբրայական ադյանին թիմաց, հրեական ադյանին թիմաց, եւ բոլոր կանայաբետներուն, կանաներուն, ավականաներուն, փարիսեցներուն, սատուգեցներուն, ղեկավարներուն թիմաց հայդարարեց անվախորեն եւ ճշմարտորեն։ Գործկարակելոց 4-րդ գլուխ 13-րդ համար։ Միայն անով գրնակ բրգվել։ Միայն եւ գշարունակե գսե աշխարհի մեջ միակն է անիկա որ Աստված մարդկության դվավ, որբեսի անոր անունով գարենանք բրգվել։ Չկա ուրիշ բրգիչ։ Ահա այս է որ սուրբ նարեգացին նաև այստեղ գսե որ բոլորին հույսը, կտության հույսը թունես դեր գշարունակեմ։ Քանի որ միակ հույսը ինքն է, Հիսուս Քրիստոսն է, նարեգացին գսե կտությամբ դարձիր ինձի եւ պատրաստես իս գրգին քեզի դառնալու փերգրությամբ որովհետև առանց քո կամքիդ չեմ գրնար փոխվել ու նորոգվել եւ եթե չգամիս կտալ չուզես կտալ չեմ գրնար բրգվել մահաբարդս Սուրբ նարեգացին սիրելներ գխնդրե Հիսուսեն որ կտությամբ իրեն դառնա այսինքն կտա իրեն ողորմի իրեն խղճա իրեն եւ իրեն դառնա ինչպես որ Դավիթ թագավորնալ Աստուծո գսե 25-րդ Սամոսի մեջ 16-րդ համարի մեջ նայե ինձի եւ ողորմե այսինքն ինձի դարձիր եւ ողորմե որովհետեւ մինակ եմ ես եւ դարաբյալ եւ սիրելներ պետք է իմանանք որ
Երբ մեղքեր գործենք ու գշարունակենք մեղքերու մեջ համենալ, ընթանալ, առանց զղջալու, առանց խոստովանելու մեր մեղքերը, այդ մեղքերը բատնեշ կդառնան, թումբ կհանդիսանան մեր եւ Աստուծո միջև։ Եվ Աստված դեսնելով մեր շարունակական մեղքերը մեզ մե գրնակ կդարձնե։ Մեզ մե երես կդարձնե։ Եվ Եսայի մարգարեն ուղղակի գսես սիրելներ, որ մեզ եւ Աստուծո միջև մեր եւ Աստուծո միջև եղած բատնեշը մեր մեղքերն են։ Աստված որ իր երեսը իր գրնագը մեզ մեկը դարձնե, բաժարը մեր անթիվ մեղքերն են։ Գարտամ ցեզի իր մեկ խոսքը Եսայի մարգարեի 59-րդ գլխու առաջին 3 համարները պիտի գարտամ։ Գսե Եսայի մարգարեն, միթե դիրոջ ցերկը կարող չէ բրգել, գամանոր ագանչը ծանրացավ որ չլսե։ Բայց ցեր ու ցեր Աստուծույի միջև բաժանում ցկողը ցեր անօրենությունները եղան։ Ոչ թե այսպես Աստված որոշեց մեզ մե գրնակ դարձնել, երես դարձնելու երանալ, այլ մեր անօրենություններն են բաժարը, որ Աստված մեզ մե գրնակ դարձնե, երես դարձնե։ Ցեր մեղքերը անոր երեսը ցեզ մե ծածկեց, երեսը անոր ուրեմն ցեր մեղքերը անոր երեսը ցեզ մե ծածկեցին, որ չլսե։ Քանզի ցեր ցերքերը արյունով ու ցեր մատները անօրենությունով բղծվեցան։ Ցեր շրթունքը սուտ խոսեցան եւ ցեր լեզուները անիրավություն արդապերեցին։ Ահա սիրելիներ, թե ինչու համար Աստված մեզ մե գրնակ կդարձնե։ Ինչու համար իր երեսը մեզ մե գծածկե։ Սակայն լավ իմանանք սիրելիներ, որ Աստված մարդու բեշ չէ, որ մինչև վերջ քեն բահե, ող բահե, երեսը դարձնե մեզ մե ու մեզ մե հերանա։ Աստված միայն եթե տեսնե մեր մեջ զղջում, անդրադարձ, միայն իրեն թարնան եւ ասենք դեր ողորմիր մեզի, ողորմե մեզի, դեր ներե մեզի մեր մեղքերը, կտա մեզի, դարձիր մեզի, դերը պատրաստ է դառնալու, անմիջապես եւ փուժելու մեզ, ներելու մեզի մեր մեղքերը։ Երկրորդ մնացորդած կրկի մեջ 5 դագարանի 7-րդ գլխու 14-րդ համարի մեջ դեսեք դերը ինչ կսե։ Ու իմ անունովս կոչված ժողովուրդս եթե խոնարին ու աղոտ կնեն ու իմ երեսս խնդրեն, եթե խոնարին աղոտ կնեն, երեսս խնդրեն, այսին ինձի դառնան եւ իրենց չար ջամփաներեն դառնան, աղոտ կնեն, խոնարին երես խնդրեն, ինձի դառնան, այս 4 գեդերը, ես ալ երկինքեն պիտի լսեմ ու անոնց մեղքը ներեմ ու անոնց երգիրը պիտի բժշկեմ։ Պիտի լսեմ, այսին պիտի դառնամ ցեզի, մեղքերը պիտի ներեմ եւ պիտի բժշկեմ։ Ահա թե ինչպիսի ողորմած ու կտած Աստված ունենք։ Եվ Սուրբ Նարեգացին անորամար կխնդրե Տեր Հիսուսեն, որ կտությամբ իրեն դառնա։ Եվ ոչ միայն կտությամբ իրեն դառնա, այլ կխնդրե Նարեգացին, որ Տեր կտությամբ ինձ դառնալի հետ պատրաստե, հարթարե, հարթե ուղին ջամփան, այն ջամփան, որ զիս տեպի քեզ կբերե։ Որովհետև եթե Տերը սիրելներ մեզ իրեն չգանչե, մենք չենք կրնար իրեն ներտալ։ Եվ գսե պատրաստի այդ ջամփան, քեզի դառնալու ջամփան, փերգրությամբ, ուրախությամբ, արտարև սիրելներ, դիրոջ քաղցր վերապերմունքն է, որ պատժար գլա, որ մենք ուրախությամբ գրգին անգամ իրեն դառնանք։ Եթե Տերը քաղցր ու կթած չլար, ընդհակառակը եթե Տերը սիրելներ գոշտ ըլար, գարձր ըլար, եթե Տերը իսկապես որ թաժան ու անկութ ըլար, եւ եթե փորձենք իրեն դառնալ ինք մեզ ավելի բաժեր, ավելի ստորացներ, մենք պիտի ուզեինք իրեն դառնալ, մենք ուրախությամբ իրեն կդառնայինք, երբեք, ընդհակառակը, ավելի պիտի փախչեինք իր մեջ, մինչդեռ Աստված սիրելներ, Տեր Հիսուս Քրիստոս կտած Աստված է, ողորմած Աստված է, անկութ չէ, թաժան չէ, մեր մեղքերուն համացայ մեզ բաժող չէ, ինչպես Մանասե թագավոր գսե, այլ ներող Աստված է, կտած Աստված է, ողորմած Աստված է, մարտասեր Աստված է, բարեկութ է
Երգայնամիտ է։ Եվ ահա սիրելիներ, երբ որ տեսնե որ մենք իրեն գտարնանք, ինչպես անարագը միայն դարձավ առաջին քայլը արավ, մնացյալ քայլերը իր հայրը արավ։ Այդպես ալ դերը պատրաստ է մնացյալ քայլերը առնելու, երբ տեսնե որ իսկապես զղջումով իրեն գտարնանք։ Եվ առանց Տիրոջ գամքին ոչ կրնանք փոխվել եւ ոչ ալ նորոգվել, վերանորոգվել։ Ոչ կրնանք սիրելներ մենք մահաբարտներս, մահվան այսին արժանի եղողներս, ինչու մահվան արժանի ենք, որովհետեւ մեղքին վարձքը մահ է։ Եվ քանի որ այնքան մեղքեր գործած ենք, մենք մահաբարտ ենք, մենք արժանի ենք հավիտենապես մահանալու, դանչվելու ձծումփի գրագի լիջին մեջ։ Բայց դերը ողորմեցավ մեզ սիրելներ, քթած եւ ամեն դարձ Տիրոջ քութով գսկսի եւ ամեն փրկություն իր մով է որ գբարկեվի։ Այո սիրելներ, Փառք իր սուրբ անվան։ Փառք որ ինք ջամփան գփանա մեր թիմացը իրեն թարնալու, բժշկվելու եւ փրկվելու։ Օրինակ առնենք Պետրոս Սարաքյալի։ Պետրոս Սարաքյալը 3 անգամ ուրացավ դերը։ Ուրացման քիշերն անգամ դերը կթությամբ դարձավ ինչրավ, նայեցավ Պետրոսի աչքերուն։ Եվ եթե եւ Տիրոջ աչքերը եւ որ Պետրոսի աչքերուն հանդիպեցան, Պետրոս իր սրտի մեջ զղջաց, լացավ, ապաշխարեց։ Ու երբ հարութենեն վերջերը իրեն տեսավ, վերահաստատեց զինք իր առաքելության մեջ։ Ահա թե ինչպիսի ողորմած Աստված ունենք, քթած դեր ունենք, որ գկթա մեր մեղքերուն համացային չի բաժեր մեզ, այլ քթալով գողորմի մեզի։ Անորամար է որ Սուրբ Նարեկացին այստեղ սիրելներ գսե, որ քթա դեր քթա ինձի եւ եթե թուն ուրեմն քթա որբեսի կարողանամ առաջնորդվել, որովհետեւ եթե թուն չգամիս քթալ, չեմ գրնար փրկվել ես մահաբարտս։ Վերջին ուրեմն քանի դողերը կթարգմանեմ այսօրվան գսե եւ եթե թուն գարավարողդ չհարտարես ու չբադրաստես զիս թեպի քեզ պերող ջամփան խոր վիհեր գշրջաբադեն զիս աչեն ու ցախեն։ Սուբնարեգացին քրապարով Հիսուսը գոչե գարավար։ Գարավար կնշանակե սիրելներ գարքը առաջնորդող, գարաբան, գամ մեկ խոսքով գարավարող, ղեկավարող, ուղղություն տվող։ Եթե դերը ինք չհարթարե, չհարթե, չբադրաստե իրեն դարձի ջամփան, մենք սիրելիներ ուղղությունը գրնանք գտնել, ոչ։ Մենք նույնիսկ եթե աճ երթանք կամ ցախ երթանք, այդեղ վիհեր կան, վիհ կնշանակի անտունդ, խորխորատ, ծոր։ Աճը միշտ խորտանշ է, լավությունը չէ, առաքինությունը։ Սիրելիներ առանց Քրիստոսի մեզի պատրաստած ջամփուն, առանց Քրիստոսի մեկ խոսքով, նույնիսկ եթե բարեգործ կյանքով ապրենք, առաքինի կյանքով ապրենք, անիգա գրնա մեզ խորխորատ տանել, ինչի համար, որովհետև սատանան գրնա մեզ փորձության մատնել, ինչի փորձության, հբարդության փորձության։ Այո։ Մարդիկ սիրելներ, եթե առանց Քրիստոսի բարեգործ կյանքով ապրին, ինչպես օրինակ իսլամներ գսեն որ բարիք կնենք Աստուծո աչքին հաջություն կշայենք, հբարդություն է ադիգա մեզի համար։ Ահա սատանան հբարդություն կբերե։ Հետևաբար, եթե առանց Քրիստոսի փորձենք ջամփային քալել, աչեն նույնիսկ երթանք, բարեգործ ջամփայե, առաքինության ջամփայե, մաքուր ջամփայե, ապա խորխորատ կրնանքինալ, որովհետև հոնալ վիհեր կան։ Խորունգ վիհեր, որոնք մեզ իրենց մեջ գգլանեն, գուլգուդան, գգլեն։ Ինչու՞։ Որովհետև հբարդությունը ահավոր մեղք է։ Իսկ եթե ցախին երթանք, ցախը մոլորության ջամփան է։ Մեղքի ջամփան է։ Ամփարիշներու ջամփան է։ Ապա սիրելներ ահավասիկ հստակ է արդեն, որ ցախի ջամփան ամբողջությամբ վիհ է, անտունդ է, խորխորատ է, ծոր է, աբականություն է։ Եվ ան որ այդ ջամփեն գքալե անպայմանորեն գործվի։ Հետևաբար
Առանց Քրիստոսի, առանց Տեր Հիսուս Քրիստոսի առաջնորդության մենք սիրելիներ ոչ կնանք ճանապարհ գտնել, ոչ ճշմարտությունը եւ ոչ ալ կյանքը։ Հետևաբար եկեք մեր աչքերը ուղենք մեր գարավարին, մեր առաջնորդին, մեր ճամփան ուղողին, որբեսի կալենք սրբության ճամփու մեջ են եւ հասնենք հավիտենական կյանքին ու փրկության։ Աստված ձեզ արադաբես տողորտնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։